Հարգելի հետևորդներ, ABC մեդիայի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչ է պահանջում ԲՀԿ առաջնորդը։ Վերահաշվարկը փոխել է կուսակցությունների ստացած ձայների թվերը, անվավեր որոշումները կփոխեն քաղաքական հավասարակշռությունը։ Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից որոշ ապրանքների ներմուծումը, տնտեսական որոշում է, թե քաղաքական ազդակ։ Վաշինգտոնը հերքում է Իրանի հրապարակած բանակցային տարբերակները, ինչ է իրականում կատարվում ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ, այն քննվում է Երևանի քաղաքացիական դատարանում։ Գործը վարույթ է ընդունվել հունիսի 12-ին, իսկ դատարան է մուտքագրվել հունիսի 2-ին։ Հայցը վերաբերում է մայիսի 28-ի հայտարարություններին, որոնք Ծառուկյանի կողմից գնահատվել են որպես վիրավորական և զրպարտիչ։ Նա պահանջում է, որ Փաշինյանը հրապարակայնորեն հերքի այդ խոսքերը, ներողություն խնդրի և այդ հերքումը տարածվի մի շարք լրատվամիջոցներով։ Բացի այդ, պահանջում է շուրջ 9 միլիոն դրամ փոխհատուցում վնասի և դատական ծախսերի համար։ Ներքաղաքական զարգացումները շարունակվում են նաև ընտրական գործընթացների շուրջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկների և բողոքների ուսումնասիրությունը։ Արդեն մի քանի ընտրատեղամասերի արդյունքներ ճանաչվել են անվավեր արձանագրված խախտումների հիմքով։ Այս որոշումները քննադատել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, պնդելով, որ անվավեր են ճանաչվել հենց այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր զգալի աջակցություն։ Ընդդիմադիր ուժերը նաև պնդում են, որ արձանագրված խախտումները կարող են ազդել ընտրության արդյունքների վրա և պահանջում են իրավական գնահատական։ Ինչ պահանջներով էին քաղաքական ուժերը գնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակն աղմկոտ էր։ Երկու ընդդիմադիր ուժ մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ։ Առաջինը ԿԸՀ եկան ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեց, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել երեկոյան ու անվավեր համարել 2, 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Կրկնընտրություն նույն տեղամասերի համար չի նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել։ Ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո։ Վարդևանյանը եկավ, ներկայացրեց դիմումը ԿԸՀ-ին և հեռացավ։ Քիչ անց այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացրին։ Ավելի ուշ ԲՀԿ համախոհներն ու աջակիցները եկան։ Սուրեն Սուրենյանցի խոսքով իշխանությունը փորձում է դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից։ Գիտեք, ինչ-որ կարմիր գծեր կա, որոնք պետությունը վերածում է ավազակապետության։ Եվ մենք մտադիր չենք իրավական բեսպրիձելը հանդուրժելու։ Պայքարելու ենք մեր յուրաքանչյուր քվեի համար, հայտարարում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ԲՀԿ-ականները։ Այս մասին նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր գրառում արել։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության։ Ուշ երեկոյան գաղթագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը։
Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ չեն չեղարկվել այն տեղամասի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ակցիաներն ավարտելուց հետո ԿԸՀ-ն հայտնեց 12 կոտորակ 13 ընտրատեղամասում եւս անվավեր են ճանաչվել արդյունքները։ Խայտառակ խախտումներ եւ ընտրության արդյունքներին խանգարող վիճակ էր ստեղծվել բազմաթիվ ընտրատեղամասերում, ահազանգում են քաղաքական ուժերը։ Անի Աբաղյան, Նեդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միաժամանակ վերահաշվարկի արդյունքներով 637 ընտրատեղամասերում որոշ քաղաքական ուժերի ձայների թիվը փոխվել է, սակայն ընդհանուր քաղաքական պատկերը մնացել է անփոփոխ։ Տեսնենք, թե որ կուսակցությունների ձայների թիվն է փոխվել։ Ռեֆորմիստների կուսակցության ստացած քվեն նվազել է 11-ով, բոլորին դեմը 244-ով, Ուժեղ Հայաստան կուսակցությունը աճել է 508-ով, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 117-ով նվազել է, Նոր ուժինը 21-ով նվազել է, Միասնության թևերը 56-ով նվազել է, Ազգային ժողովրդավարական բևեռը աճել է 5-ով, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնքը աճել է 1-ով, Հայ ազգային կոնգրեսը նվազել է 47-ով, Հանրապետությունը աճել է 8-ով, Քրիստոնեա ժողովրդավարականը մնացել է անփոփոխ, Ժողովրդավարական համախումբը նվազել է 14-ով, Դեմոկրատիա, օրենք, կարգապահությունը նվազել է 819-ով, Քաղաքացիական պայմանագիրը աճել է 1148-ով, Հայաստան դաշինքը 217-ով աճել է, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը աճել է 18-ով, Լուսավոր Հայաստանը աճել է 55-ով։ Ընտրախախտումների մասին խոսել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Մելոյանը տեսանյութ է հրապարակել։ Խնդրեմ հանձնաժողովի նախագահը պատասխանեք, ինչ խնդիր ունեինք այստեղ։ Մայծանի թվերը չէին համապատասխանում էլեկտրոնային կտրոնի թվերին, մեզ վերադաս մարմնից հրահանգել են աշխատել Մայծանի անուն ազգանունի։ Իսկ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, եթե իրենց թիմը վերցնի պատգամավորական մանդատները, նրանցից որևէ մեկը չի միանա իշխանությանը։ Նա նաև նշել է, որ իրենք ընտրել են քաղաքական պայքարի օրինական ճանապարհը եւ մտադիր են շարունակել այդ ուղին։ Մենք գլխավոր հարցն ենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք։ Սա է լինելու հիմա մեր քայլերը։ Դատարանի օրինական ճանապարհը նկատի ունենք Հիմա դիմել ենք սահմանադրական, չէ, հիմա դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն, եթե չստացվեց, կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն, առաջարկում ենք երկու պայման, նոր ընտրություններ, երկրորդ փուլ, որը կորոշեն, դա էլ կանենք։ Ներին անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կասկածի տակ է դրել պաշտոնական արդյունքների հավաստիությունը, քննադատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններն ու հայտարարել, որ իր համոզմամբ արձանագրված արդյունքներում եղել են լուրջ խախտումներ։ Լսենք հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելու նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ ազնական մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալի մեջ է։ Լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար։ Իրենք սա տեսնում են։
Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կանոնավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակ ակնհայտ էր քայքայել անդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանքը։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, որովհետեւ այս գործողությունը ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա։ Երկիրը մեկ ինտեգրված տնտեսական համակարգից փորձում է տեղաշարժվել դեպի մեկ այլ անորոշ համակարգ։ Հայաստանը մտնում է տուրբուլենտության մի լուրջ փուլի մեջ։ Անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք, սա այս տուրբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել։ Շատ փոքր է ինքը դա մարսելու համար, ոչ այդ գիտելիքները ունի, ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի։ Նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ազդեցություն, այդ ռեսուրսը դու այլևս չունես։ Կաշառեցիր մարդկանց բյուջեի միջոցներով, հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են։ Չես կարողանալու այս կաշառելու տեմպը պահել։ Հետո խնդիրները ունենալու դիմելու է Եվրոմիության, ասելու է մի քիչ էլ փող տվեք, մի քիչ էլ փող տվեք։ Զելենսկու պատմությունը սենց ուղղակի ոչ թե պատերազմային վիճակի, այլ տնտեսական, ասենք պատերազմի վիճակի բերել է հայ ժողովրդի գլխին։ Երկրում շարունակվում են իրավական գործընթացները։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ընտրակաշառքի կասկածանքով։ Ըստ քննության տվյալների, նրանք Լոռու մարզի Աղթալա համայնքում եւ հարակից բնակավայրերում ընտրողներին իբր առաջարկել են կուսակցության օգտին քվեարկելու դիմաց որոշակի աջակցություն։ Գործով կան ձերբակալված անձինք, կատարվում են քննչական գործողություններ։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը պնդում է, որ խոսքը տարիներ շարունակ քննված գործի մասին է, որի շրջանակում նախկինում հանցագործության փաստ չի արձանագրվել։ Փաստաբանը տեղի ունեցածը համարում է ապօրինի։ Արտյոմ Խաչատրյանը մեկնում է, այսինքն պատկերացնում եք, չէ՞, ամբողջ տարիների ընթացքում այստեղ մի անգամ չեն կանչում հարցաքննության, մեկ էլ հանկարծ որոշում են, որ Հայաստանից մեկնում է, մի անգամից մեղադրանք, ձերբակալում եւ այլ, ու չեն սպասում ներկայանա, որովհետեւ այնտեղ բժշկական փաստաթղթեր նաեւ ուներ, որոնք ներկայացրել էին միջևս process-ները, այսինքն մենք չգիտեինք, որ այսպիսի խնդիրներ կա, այս բոլոր process-ները բժշկական ունեին եւ այդ փաստաթղթերը կար, հիմա ներկայացրել ենք, ասում ենք մի քանի օր սպասեք, այս բժշկական հարցերը ավարտվի, ներկայանա, որովհետեւ միշտ եկել է, երբեք չի խուսափել, չի տակնվել, այսինչ հրատապություն էր, էլի, օրինակի համար 19 թվականից քննում եք, 11 թվականի դեպք ու այսօր որոշեցիք այս հրատապությունը, որոշեցին, որ ոչինչ չանեն, այսինքն չսպասեն եւ կալանքի միջնորդությունը քննարկեն։ Այս առումով մենք գտնում ենք, որ այստեղ ուղղակի ուղղորդված գործընթացներ են եւ կարծում եմ ինքներդ էլ, որ այս ամբողջ ժամանակագրությունը գնահատեք, կտեսնեք, որ ուղղակի նպատակային փորձ են արել ճնշումներ գործադրել, թե ինչի համար դա հետագայում կարծում եմ ավելի հստակ բարձ կլինի, բայց մի բան հաստատ է, Արտյոմ Խաչատրյանը բացարձակապես մեղադրանքի հետ կապ չունի, նրա միակ Եսպես ճակերտները ասած մեղքերն է, որ ինքը երրորդ անձից ձեռք է բերել գույքը 17 թվականին, որը իբր թե 11 թվականից հանցավոր ճանապարհով դուրս է եկել պետության ֆոնդից։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը եւս կարծում է, որ հարուցված վարույթն ու իրականացվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ Գործի քննությունը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, որի վերաբերյալ 11/06/2026 կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ եւ համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմաց։ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի անհիմն որոշումը բնականաբար կբողոքարկվի վերաքննիչ դատարան, իսկ մինչ այդ կոչ ենք անում ու հորդորում ենք արդարադատություն
գործունեություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում եւ չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքներին։ Նույն իրավական գործընթացների շրջանակում խափանման միջոց է կիրառվել նաև քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում հրապարակումներ անելու եւ սոցիալական ցանցերով հաղորդակցվելու արգելք։ Այս իրավական գործընթացներին զուգահեռ կրթական ոլորտում նույնպես լարվածություն կա։ Առանց նախնական քննարկումների եւ պաշտոնական բացատրությունների փակվում է 1929 թվականից գործող արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի ղեկավարությունն ու դասախոսները տեղի ունեցածը կապում են քաղաքական պատճառների հետ եւ պնդում համալսարանում պայքարում են ոչ թե կրթական խնդիրների, այլև այլակարծության դեմ։ Ինչ է իրականում տեղի ունենում Մայրբուհում, Անայդ Սարգսյանն է ներկայացնում։ Փակվում է 1929 թվականից գործող Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի վարիչին Անուշ Սեդրակյանին այդ մասին տեղեկացրել են ոչ թե պաշտոնապես ԵՊՀ-ից, այլ տարբեր հարակից աղբյուրների նախազգուշացումների միջոցով։ Պատճառը նրա քաղաքական գործունեությունն է, հատկապես Facebook-ի էջը։ Եվ այս մարդը, որ այսպիսի հակաիշխանական նարատիվներ է տարածում, այս մարդը, որ այս նյութն է տարածում, ընդ որում խոսքը գնում է ուղղակի ինչ-որ մեկի նյութը տարածելու մասին։ Ոնց է կարողանում լինել ամբիոնի վարիչ, ոնց կարող է այս մարդը կրթել ուսանողներին։ Ընդ որում ես ձեզ ասեմ, ես պահում եմ կոդը, պահում եմ պատշաճությունը եւ քաղաքականության վերաբերյալ եւ ոչ մի բառ, հորդոր եւ քարոզություն չի եղել դասերի ընթացքում։ Սեդրակյանին բազմիցս խորհուրդ են տվել դադարեցնել եւ հանրային եւ քաղաքական գործունեությունը։ Առավել եւս, երբ որպես Միասնության թվեր կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու մասնակցել է 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը։ Սեդրակյանն էլ նշում է, եղել է վառ արտահայտված արևմտամետ ընդդիմադիր թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Եղել է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը եւ ամբողջ ընթացքում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երբևէ նման խնդրի չի բախվել։ Ես միշտ վերադարձնում եմ համալսարան որպես իմ սեփական տուն, որտեղ հնարավոր է մեկ-մեկ ինձ ասեին, դե հերիք այդքան բաների մասին խոսես, բայց որևէ միջոց չէր կիրառվում ինձ կասեցնելու, ինձ ճնշելու կամ ինչ-որ մի բան անելու հաշվի առնելով առանց կեղծ համեստության եւ իմ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը եւ իմ բացառիկ ոչ կոռուպցիոն գործունեությունը։ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Ամալիա Սողոմոնյանը վստահեցնում է. Նման որոշում չէր կարող կայացվել մինչև հոգաբարձուների խորհուրդը չհաստատեր։ Այսինքն եղել են նախնական քննարկումներ ամբիոնը լուծարելու մասին, սակայն ոչ իրենց ամբիոնի դասախոսների հետ։ Իրենք վերջում ուղղակի իմացել են, որ գիտխորհրդի նիստ է տեղի ունեցել։ Ընթացքում էլ ամբիոնի լուծարման հարցն է քննարկվել։ Սա կապել միայն քաղաքականության հետ եւ Տիկին Սեդրակյանի անձի հետ սխալ է, որովհետեւ այստեղ կան նաեւ այլ ամբիոնակիցներ, որոնց կարծիքը պիտի հաշվի առնվեր եւ բացի այդ պիտի լինեին քննարկումներ, այսինքն եւ ամբիոնի աշխատակիցները եւ ֆակուլտետի մասշտաբում եւ այսպես ավելի վերևում այս հարցը պիտի քննարկվեր եւ պիտի ալտերնատիվներ, լուծումներ գտնվեին։ Սողոմոնյանը նորության ասպասելիությունը համեմատում է Կաֆկայի կերպարանափոխության հետ։ Ուսանողներից մեկ առավոտյան ուղարկել էր մի նյութ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք եւ դուք ուտիճի եք վերածվել Գրեգորի Զամզայի հայտնի կերպարանափոխությունն է եւ ես նյութը տեղադրեցի ու մի 2 ժամից սկսվեց այդ լուրը պտտվել ու հիմա ասում եմ ինչպիսի բան, այսպես բախտիքը մահաճույք, այսինքն դու մեկ էլ արթնանում ես ու պարզում է, որ այն ամբիոնը, որտեղ որ դու, 15 տարի այսպես ապրել ես, աշխատել ես, սովորել ես, ասպիրանտուրա, հետո պաշտպանել, հետո ասիստենտ, հետո դոցենտ ու մեկ էլ վերջ փակեցին։ Իսկ ինչ կարիք կա փակելու ամբիոնը։ Ֆինանսական իմաստով այստեղ ոչ մի խնդիր չի լուծում համալսարանը, այսինքն այնպես չի, որ շատ գումար է ծախսում ինքը ամբիոնի վրա, հիմա քչացնում է, խոշորացման այսպես օգնությամբ այդ խնդիրը լուծում է։ Այս խնդիրը հաստատ չի լուծում, որովհետև եթե մեզ աշխատանքից չեն հեռացնում, ապա, Եթե խնդիրը պարզապես Սեդրակյանի քաղաքական գործունեությունն է, կարող էին ասել դրա մասին։ Սեդրակյանն ինքը չէր թողնի, որ լուծարվի ամբիոնը, վստահ է Ամալիա Սողոմոնյանը։ Ես համոզված եմ, որ Տիկին Սեդրակյանը առանց մի վայրկյան մտածելու կստորագրեր դուրս կգար ամբիոնի վարիչի պարտականություններից եւ կասեր, որ ամբիոնին հանկարծ ձեռք չտա։ Անուշ Սեդրակյանը եւս ընդգծում է, որ ինքը հանուն ամբիոնի շարունակականության պատրաստ կլիներ
գնալ նման զոհողության։ Ամբողջը իմաստ ուներ ծրելու այն պատճառով, որ միայն այդ ճանապարհով կարող էին ինձանից ազատվել։ Թեպետ կարելի կա, եթե ես ասում եմ, եթե ես այնքան եմ սիրում ես ամբյոլը, որ ինք անձնապես կանչեի եւ ասեին դուրս արի, որ ամբյոլը պահպանվի, ես դա կանեի։ Անուշ Սեդրակյանը համոզված է, սա քաղաքական հաշվեհարդար է, վաղուց արված հաշվարկ, որի վերջնանպատակը հետևյալն է։ Արագ գործել, հաշվի առնել, որ ետնտրական թոհուբոհում աղմուկ չի բարձրանա եւ արագ ազատվել անցանկալի մարդկանցից, այսպես կոչված մաքրել ավգյա նախորները։ Ամբիոնն ուներ բացառիկ նշանակություն համաշխարհային մշակույթին ինտեգրվելու համար։ Դա առաջին դերթին լինում է ոչ թե եվրոպական վիզաներով կամ հոլանդական վարդերով, դա լինում է մտածողության ինտեգրացիայի շնորհիվ։ Քաղաքականությունը մի կողմ դրած, այսպես պաշտոնները մի կողմ դրած, որտեղ ես միշտ սիրում եմ ասել, եւ ամբիոնի վարիչները եւ ռեկտորները շատ այսպես եւ քաղաքական այսպես գլուխները կփոխվեն, բայց կան բաներ, որ չեն փոխվում։ Դրանք արժեքներն են, մշակույթն է, գրականությունը, որը փրկում է եւ մեր հասարակությանը հաստատ կարդացող մարդիկ պետք են։ Սփյուռքահայ համայնքները պատրաստ են ֆինանսավորել ամբիոնի գործունեությունը, սակայն Անուշ Սեդրակյանը կարծում է, արդյունքը նույնն է լինելու։ Ինքը Սեդրակյանը որոշել է ազատման դիմում գրել եւ տեղի ունեցածի արդար քննության համար հասնել մինչեւ եվրոպական դատարան։ Փորձեցինք տեղի ունեցածի մասին տեղեկություններ ստանալ նաեւ ԵՊՀ մամուլի բաժնից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական լարվածության նոր փուլ է սկսվել։ Ռուսաստանը հայտարարել է, որ սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումն ու դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Ռուսաստանի կողմից այս սահմանափակումը տնտեսագետները գնահատում են լուրջ ազդակ հնարավոր առևտրային բախման մասին։ Ինչու է Ռուսաստանը սահմանափակում Հայաստանից որոշ ապրանքների ներմուծումն ու տարանցումը, ինչպիսին են Մոսկվայի պաշտոնական հիմնավորումները, ռեպորտաժում։ Առևտրային պատերազմ է սկսվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, այսպես է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գնահատում Ռուսաստանի կողմից Հայաստանից ենթակարանտինային արտադրանքի ներմուծման և տարանցման սահմանափակման որոշումը։ Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը Ռոսսելխոզնաձորը հայտարարել է, որ սահմանափակումները պայմանավորված են կարանտինային օբյեկտների բազմակի հայտնաբերմամբ և Հայաստանի վերահսկողական համակարգի անբավարարությամբ։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ հայտնաբերվել են նաև վարակված խմբաքանակներ, այդ թվում կապրային բզեզի դեպքեր, մինչդեռ հայ մասնագետները իրավիճակը տարբեր կերպ են գնահատում, ընդգծելով ինչպես տնտեսական կախվածությունը, այնպես էլ հնարավոր քաղաքական ենթատեքստը։ Պետք է իրական մարտհանդակենք, որ դա առևտրային պատերազմի գործողություն է առաջին հերթին։ Բայց առևտրային պատերազմի այդ կայացման մեջ բնականաբար երկու կողմերն ունեն իրենց այսպես եւ առիթները, եւ պատճառաբանությունները, եւ նաեւ մեղավորությունը։ Տնտեսագետի խոսքով Հայաստանի արտահանման զգալի մասը կենտրոնացած է Ռուսաստանի շուկայում, ինչը տնտեսությունը դարձնում է խոցելի։ Իսկ Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայության այս որոշումն ունի քաղաքական ենթատեքստ եւ կարող է Հայաստանի համար տնտեսական ծանր կորուստների պատճառ դառնալ։ Հնան չաճելը, դա նշանակում է բոլոր սոցիալական ծրագրերի տապալում։ Որտեղ բոլոր սոցիալական ծրագրերը կատարվել է այն հաշվարկով, որ տնտեսությունում առնվազն 6%, 5%-ից մինչև 7% միջակայքում աճ լինելու եւ այդ ծրագրերի հետ կապված բյուջետային կանխատեսումներ են իրականացվել բավականին օպտիմիստական, որոնք հիմա ցնդելու են։ Հրայր Կամենդատյանի խոսքով ստեղծված իրավիճակը կարող է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքների բերել, վտանգելով թոշակային համակարգի կայունությունը, առողջապահության եւ կրթության ոլորտների ֆինանսավորումը, ինչպես նաեւ պաշտպանության ծախսերը։ Նրա գնահատմամբ վերջին տարիների տնտեսական խոստումները բավարար հաշվարկների վրա չեն հիմնվել, ինչի հետևանքով համակարգը կանգնում է լուրջ ռիսկերի առջև։ Աղասիթ Հավադյանն էլ հիշեցնում է Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվում է մրգի, բանջարեղենի եւ վերամշակված արտադրանքի մոտ 90%-ը։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին դեպի ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստան արտահանումը աճել է շուրջ 5 անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն նվազել կամ մնացել է գրեթե անփոփոխ։ 18 թվականից մինչև այսօրը Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ Ռուսաստան աճել է գրեթե 5 անգամ, իսկ դեպի Եվրամիություն կրճատվել է 1.5%-ով, ստագնացիայի ենթարկվել։
Կարճաժամկետում ռուսական շուկայից հնարավոր շեղումը եւ տնտեսության արագ դիվերսիֆիկացման փորձերը կարող են ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ, քանի որ նման փոփոխություններն ըստ մասնագետի պետք է լինեն աստիճանական, ոչ թե շոկային։ Մեր ներկայ իշխանավարության արդյունքում Ռուսաստանից կապերը ել ավել են ամրապնդվել եւ կախվածությունը ել ավել է մեծացել եւ այս պահին այս գործողությունները կամ Ռուսաստանից հրաժարումը մեզ ավելի շատ է վնասելու կամ նույնիսկ 2018 թվականին Թավադյանը նշում է, որ այսպիսի կառուցվածքի պայմաններում ցանկացած սահմանափակում Ռուսաստանի կողմից կարող է էապես խոցել հայկական արտահանողներին, քանի որ այլընտրանքային շուկաները դեռ լիարժեք ձևավորված չեն եւ արտահանման վերակողմնորոշումը չի կարող իրականացվել արագ ու առանց տնտեսական կորուստների։ Ուժեղ կայծակը վնասել է Ալագյաց 35 կոտորակ 10 կիլովատ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի պատճառով Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր, այդ թվում Ռիաթազան, Միրաքը, Մելիքը, Միջնատունը, Սիփանը, Ավշենը, Ալագյազը եւ մի քանի այլ բնակավայրեր ժամանակավորապես մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Եղանակը խնդիրներ է ստեղծել նաև Երևան-Սևան ավտոճանապարհին։ Չարենցավանի հատվածում կայծակի հետևանքով փլուզվել է կամուրջ, ինչի պատճառով վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Ամառը նոր է սկսվում, բայց Սևան տանող ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը անանցանելի է դարձել։ Թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին, տեղում պարզել է իմ գործընկեր Սեդա Գյուրեխյանը։ Կայծակի հարվածի հետևանքով հունիսի 11-ի երեկոյան ժամը 7:30 խոշոր փլուզում է տեղի ունեցել Հրազդան Չարենցավան ճանապարհի կամուրջի վրա։ Վնասված 2 մեքենա կա, տուժողներ չկան։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Այս պահին տեղում աշխատում են փրկարար ծառայությունը եւ ճանշինը իրականացնում են հսկողության եւ մաքրման աշխատանքներ։ 2 մեքենաներից մեկի վարորդը ոտքի պատրվածքով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է փրկարար ծառայությունը։ Սակայն հստակ պարզ չէ, այս խոշոր փլուզման պատճառը կայծակն է, թե օրինակ կամուրջի կոնստրուկցիաներն էին մաշվել։ Ուսումնասիրող խումբը տեղում քննություն է իրականացնում հանգամանքները պարզելու համար։ Իսկ առջևում զբոսաշրջային սեզոնն է։ Սևանից վերադարձող ճանապարհի այս հատվածը պիտանի չի լինելու առնվազն 2 սեզոն, մինչև մյուս տարի այս ամիսները։ Կայծակի հարվածի պատճառով կամուրջի կոնստրուկցիաները լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանն ու խումբը ժամանեցին դեպքի վայր, իջան կամուրջի տակ, դիտարկեցին եւ եկան եզրակացության։ Կամուրջի նորոգումը անհնար է։ Այս կամուրջը ուղղակի նորոգման ենթակա չի, այսինքն կամ մենք պիտի կոնստրուկցիոն փոփոխություններ իրականացնենք կամ ամբողջությամբ նոր կամուրջ կառուցենք առնվազն 1 երթևեկելի գոտու հատվածում։ Առաջիկա տարում Սևանից Երևան եկողները այլընտրանքային ճանապարհ կունենան։ Ֆանտան գյուղով կամ Սոլակ ու Խաղսի գյուղերով Հրազդան դուրս եկող հատվածներից մեկն է վերանորոգվելու, մինչև հուլիսի վերջ եւ բերվելու է երթևեկելի վիճակի։ Իսկ մինչ այդ երթևեկությունը շարունակվելու է կամուրջի վրայով, այնպես ինչպես հիմա է, հանդիպակաց ուղղությամբ 1 երթևեկելի գոտիով։ Փլուզված կամուրջի հարցը շատ ավելի բարդ է։ Վերականգնման համար հատուկ կոնստրուկցիաներ են պետք, որ այս պահին չկան։ Տեղում աշխատող կամրջաշինության մասնագետն է պարզաբանում։ Ամենակարևորը էջանները պատրաստել։ Հիմա ներկա մոմենտին այդպես էջաններ չկա, տեղաձև էջաններ։ Այս նայած երբ կազմակերպվի, որ հիմնարկը պետք է սարքի, ապահովկա է։ Կամուրջի մնացած հատվածների փլուզման վտանգը գրեթե զրոյական է, պարզաբանում է Չարենցավանի քաղաքաշինության բաժնի պետը։ Տեղում մինչև փլուզումն են ուսումնասիրություններ եղել, փլուզումից հետո էլ։ Ուսումնասիրությունները կատարվել է, դրա համար միակողմանի են երթևեկությունը սարքել, որ ասենք ինքը մոստը առանձին կոնստրուկցիաներով հավաքված կառույց է, որ ասենք մյուս հատվածը անխափան օգտագործումը բացարձակ վտանգ չի սպառում, էլի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասում է, դեպքն աննախադեպ է։ Երբեք կայծակի հետևանքով կամուրջի փլուզում տեղի չի ունեցել, բայց կամուրջ վերանորոգելու փորձ նախկինում ունեցել են։ Հայանիստի կամուրջն են նորոգել։ Ինչ վերաբերում է M4 հանրապետական ճանապարհի այս կամրջի կառուցմանը, որոշել են հրատապ մրցույթ անցկացնել եւ անցնել շինարարության փուլ։ Թե որքան կարժենա Հայաստանի բյուջեի համար նոր կամրջի կառուցումը կամ կոնստրուկցիոն փոփոխությունը, պարզ կդառնա մրցույթի անցկացումից հետո։ Սեդա Գյուրեխյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Միջազգային զարգացումների առանցքում շարունակում են մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունը կարծես ավելի մոտ է, քան երբևէ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել է, որ կողմերը մոտ են հուշագրի վերջնական համաձայնեցմանը։ Նա կոչ է արել մինչև փաստաթղթի պաշտոնական հաստատումը զերծ մնալ դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից, ընդգծելով, որ Իրանը գործընթացում որդեգրել է պատասխանատու եւ թափանցիկ մոտեցում։ Մինչ Թեհրանը խոսում է համաձայնության մոտ լինելու մասին, Վաշինգտոնը կտրականապես հերքում է արդեն հրապարակված տարբերակները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական լրատվամիջոցներում հրապարակված հուշագրի տեքստը որևէ առնչություն չունի իրական բանակցությունների հետ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։